Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի մայիս ամսվա հորոսկոպը Խոյ նշանի համար։ Սիրելի ընկերներ, կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները, մոլորակների դիրքավորումը, նորալուսին, լիալուսին, լարված օրերի մասին կնշեմ և կասեմ, ովքեր պետք է ավելի շատ զգուշանան այս կամ այն մոլորակի դիրքավորումից։ Հիշեցնեմ, որ հորոսկոպը առաջին հերթին նայում ենք ասցենդենտի նշանով, այնուհետև լրացնում ենք արևի նշանով։ Եթե մինչև հիմա չգիտեք, թե որ նշանում է գտնվում ձեր ասցենդենտը, կարող եք մեկնաբանություններում գրել, նշելով ձեր տվյալները, այսինքն ծննդյան օրը, ամիսը, տարին, քաղաքը և անպայման ծննդյան ճշգրիտ ժամը։ Խնդրում եմ, եթե ծննդյան ժամը չգիտեք, ինձ մի գրեք, քանի որ ես չեմ կարող հաշվել ձեր ասցենդենտը։ Շատ կարևոր է ծննդյան ճշգրիտ ժամը իմանալը։ Եթե գիտեք, սիրով կպատասխանեմ։ Իսկ եթե բաժանորդագրված չեք ալիքին, խնդրեմ բաժանորդագրվեք, սեղմեք զանգակի կոճակին, որ հետագա թողարկումները բաց չթողնեք։ Այսպիսով, սիրելի ընկերներ, սիրելի խոյեր, արևը մինչև մայիսի 21-ը կգտնվի ցուլ նշանում, իսկ դա ձեր երկրորդ տանն է։ Այսինքն զբաղված կլինեք գումար աշխատելով, կակտիվանա ֆինանսների, աշխատավարձի, աշխատանքի, առքի, վաճառքի թեմաները, նոր նպատակներ գուցե ունենաք, նոր ծանոթություն, կապեր, ինքնագնահատականը ոմանց մոտ կբարձրանա, կմտածեք նոր եկամուտ ունենալու մասին, գուցե ոմանք գումար ստանան։ Եթե դուք զբաղվում եք ինչ-որ երգով, երգարվեստով, ապա լավ ժամանակահատված է ձեզ համար, կամ լավ ժամանակահատված է, որպեսզի սկսեք զբաղվել նման ինչ-որ հարցերով։ Ամսի 21-ից սկսած արևը կանցնի երկվորյակ նշան և ակտիվություն կգա ձեր երրորդ տուն, այսինքն ակտիվ կլինի շփումը, նոր գաղափարներ, կարճ ճանապարհներ կգնաք, ուսման թեման կակտիվանա, ինչ-որ դասընթացների թեման, Գուցե օրինակ ոմանց մոտ ծնվի քույրիկ կամ եղբայր, խոսքը ավելի փոքր տարիքով խոյերի մասին է, նոր ծանոթություն, տրանսպորտային միջոց գուցե գնեք կամ ցանկացած տեսակի կապի տրանսպորտի միջոց տեխնիկա, ինչպես նաև լավ ժամանակահատված է գնալու մեքենա վարելու դասընթացների։ Մերկուրի մոլորակը, սիրելի ընկերներ, մայիսի 3-ից սկսած մինչև մայիսի 17-ը կգտնվի ցուլ նշանում ձեր երկրորդ տանը, բերելով ձեզ նոր մտքեր, նոր գաղափարներ, կապված ձեր ֆինանսների հետ։ Այսինքն ինչ-որ գուցե նոր միտք ունենաք, թե ինչպես կարելի է գումար աշխատել, կամ ինչ-որ գաղափարներ լինեն կապված նոր ինչ-որ ձևով գումար աշխատելու, կամ ինչ-որ բան գուցե ցանկանաք վաճառել, դրանից գումար ստանաք այս ժամանակահատվածում, նորություն կարող է լինել կապված աշխատավարձի հետ, կամ նոր ինչ-որ հեռանկարային ծանոթություն ունենաք, նոր սննդական կարգի անցնելու համար հիանալի ժամանակահատված է։ Մայիսի 17-ից սկսած մինչև ամսվա վերջ Մերկուրի մոլորակը կգտնվի ձեր երրորդ տանը երկվորյակ նշանում, այսինքն դա նշանակում է, որ նորություն, զանգ, նամակ ձեր բարեկամներից, հարևաններից, քույր եղբայրներից, գոլեգաներից շփումը կակտիվանա, ճանապարհների թեման, կակտիվանա, արևն էլ հատկապես այնտեղ է, էլ ավելի կակտիվանա, ովքեր զբաղվում են առևտրով, ապա գող լինեք ձեր աշխատանքից, ոմանք գուցե պայմանագիր ստորագրեն, ինչ-որ պայմանագիր կնքեն, այս ժամանակահատվածում առհասարակ ինֆորմացիան շատ կլինի, և ևս մեկ անգամ նշեմ, և արևը և Մերկուրին այստեղ են լինելու, լավ ժամանակահատված է ցանկացած տեսակի կապի տրանսպորտի միջոց ձեռք բերելու համար և գնալու ինչ-որ դասընթացների, օրինակ մեքենա վարելու դասընթացների և այլն։ Եթե ինչ-որ փաստաթղթի էիք սպասում, ապա ամենայն հավանականությամբ այս ժամանակահատվածում կստանաք։ Վեներա մոլորակը ամսվա սկզբից սկսած, սիրելի ընկերներ, մինչև մայիսի 19-ը կգտնվի երկվորյակ նշանում ձեր երրորդ տանը, հնարավոր է ինչ-որ ճանապարհ գնաք և այնտեղ ունենաք նոր ծանոթություն, դա կարող է լինել սիրային ծանոթություն։ Եթե ցանկանում եք գնալ դասընթացների, ինչը վերաբերում է կոսմետոլոգիային, խոհարարությանը, վարսահարդարմանը, ֆինանսական ինչ-որ հարցերով, ապա լավ ժամանակահատված է։ Եթե ինչ-որ դասընթացների եք գնում կամ գնալու, ապա ձեզ դա դուր կգա և շատ սիրով կհաճախեք։ Եթե քննություններ պետք է հանձնեք, ապա բարեհաջող կհանձնեք այն։ Ամսի 19-ից սկսած Վեներա մոլորակը ներողություն կանցնի Խեց գետի նշան, իսկ դա ձեր չորրորդ տունն է։ Շատ ժամանակ կանցկացնեք տանը կամ ինչ-որ փակ տարածություններում, հանդիպումներ եթե պետք է ունենաք, ապա դրանք բացօթյա չեն լինի, փակ տարածություններում կանցնեն։ Շատ լավ ժամանակահատված է, որպեսզի գնեք անշարժ գույք կամ վաճառեք, կամ կենցաղի հետ կապված ինչ-որ գնումներ կատարեք, կոսմետիկ վերանորոգում գուցե, եկամուտ կամ ծախսեր կարող եք ունենալ կապված անշարժ գույք գնելու կամ վաճառքի հետ։ Կամ հնարավոր է դուք օգնեք ձեր ծնողներին կամ ձեր ծնողները գումարով ձեզ օգնեն։
ինչպես նաև հնարավոր ոմանք էլ կունենան ընտանիքում համալրում։ Հաջորդ ներողություն մոլորակը Մարսն է, սիրելի ընկերներ, մինչև մայիսի 19 Մարս մոլորակը գտնվելու է Խոյ նշանում, դա ձեր առաջին տունն է։ Մարսը առաջին տանը էլ ավելի ակտիվ կլինեք, սիրելի խոյեր, ձեր մոլորակն է, հենց ձեր առաջին տանն է։ Գուցե արտաքնի հետ կապված ինչ-որ փոփոխություններ մտցնեք, օրինակ կոսմետիկ կամ պլաստիկ միջամտություններ կատարեք, նման ինչ-որ իրավիճակներ կարող են լինել, եւ առհասարակ զգույշ աշխատեք սուր կտրող ծակող գործիքների հետ եւ կրակի հետ, քանի որ Մարսը առաջին տանը, իսկ առաջին տունը մեր արտաքինն է, հնարավոր է ինչ-որ վնասվածք ստանաք վերոնշյալ իրերի հետ գործ ունենալիս։ Այնուհետև Մարս մոլորակը ամսի 19-ից սկսած կանցնի ցուլ նշան, իսկ դա ձեր երկրորդ տունն է եւ ակտիվ ֆինանսների հետ կապված մեծ ակտիվություն կմտնի, հնարավոր է իհարկե վիճաբանություն լինի կապված ֆինանսների արք ու վաճառքի ժամանակ, նման ինչ-որ հարցեր կարող են լինել, նոր ծանոթություն կարող է լինել, միանգամից մի քանի ուղղությամբ ոմանք կսկսեն աշխատել։ Յուպիտեր մոլորակը շարունակում է գտնվել Խեցգետին նշանում, այս ամսում շարժվելով 18-ից 23 աստիճան։ Խեցգետինը, սիրելի ընկերներ, ձեր 4-րդ տունն է, իսկ 4-րդ տունը այն ամենը, ինչը կապված է ընտանիքի հետ, անշարժ գույքերի հետ։ 4-րդ տանը ինչ է ասում առհասարակ Յուպիտերը, որ կարող է ընդլայնվի ձեր ընտանիքը, նոր ընտանիքի անդամ ունենաք, օրինակ երեխա ծնվի, ձեր երեխան ամուսնանա, նման ինչ-որ հարցեր կարող են լինել։ Ընտանիքի հետ կապված հնարավոր է ինչ-որ անսպասելի կերպով գումարով ձեզ օգնեն եւ կարողանաք ձեր ուզած բնակարանը ձեռք բերել, գուցե տեղափոխվեք նոր բնակության վայր, որը կլինի ել ավելի լավը, քան դուք նախկինում բնակվում էիք։ Ինչ որ հողակտոր, դաջա կարող է գնեք այս ժամանակահատվածում։ Ոչ միայն այս ամսում, սիրելի ընկերներ, Յուպիտերը առհասարակ մի նշանում գտնվում է 1 տարի եւ 2025 թվականի հունիսից սկսած մինչեւ այս տարվա 2026 թվականի հունիսի վերջը գտնվելու է ձեր 4-րդ տանը եւ այս ժամանակահատվածում ընդհանուր բերելու է ձեզ նման փոփոխություններ, ոմանց մոտ այն կլինի վերանորոգման տեսքով, ոմանց մոտ նոր ընտանիքի անդամի տեսքով, ոմանց մոտ ինչ որ անշարժ գույքի գնման կամ վաճառքի տեսքով։ Բոլորից շատ Յուպիտերի ազդեցությունը այս ամսում կզգան այն խոյերը, ովքեր ասցենդենտով խոյ են, ասցենդենտը խոյի 18-ից 23 աստիճանում է գտնվում, կամ հիմա նշեմ, ովքեր ծնվել են ապրիլի 10-ից մինչև ապրիլի 15 ընկած ժամանակահատվածում։ Եթե այս օրերին է ձեր ծնունդը, սիրելի ընկերներ, ապա դուք բոլորից շատ եք զգալու հենց այս ամսում Յուպիտերի ազդեցությունը։ Այժմ սև լուսնի հետ կապված, սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում, այս ամսում 14-ից 18 աստիճան շարժվելով, սիրելի ընկերներ, աղեղնավորը ձեր 9-րդ տունն է։ Զգույշ եղեք, որպեսզի խաբեության զոհ չդառնաք, հատկապես ինչը վերաբերվում է ինչ-որ արտասահման գումար ուղարկելուն, կամ ինչ-որ արտասահմանից եթե պետք է ձեզ ուղարկեն, շատ զգույշ եղեք։ Զգույշ եղեք, որպեսզի, այսպես ճակերտավոր ասած, ուսուցիչներ չհանդիպեն ձեզ եւ փորձեն շեղել ձեր հավատքից, օրինակ աղանդները։ Իրականում այս դիրքավորումը լավ ժամանակահատված է, որպեսզի գովազդանեք նոր ծանոթություններ, եթե արտասահմանցիների հետ, արտասահմանում բնակվող հայրենակիցների հետ նաև լինեն, ապա շատ զգույշ եղեք, հնարավոր է նրանք ձեզ խաբեն, որ խաբեության զոհ դառնաք, նման հարցերից եղեք շատ զգույշ։ Սիրելի ընկերներ, Սատուրնը շարունակում է գտնվել Խոյ նշանում, այս ամսում շարժվելով 9-ից 12 աստիճան, Սատուրնը Խոյը ձեր առաջին տունն է, իսկ Սատուրնը առաջին տանը ինչ որ բան նեղացնում է, կարճացնում է։ Այս դիրքավորումը մինչև 2-2.5 տարի այսպես է լինելու, շատ լավ ժամանակահատված է, որպեսզի նիհարեք, եթե իհարկե դուք ցանկանում եք, Սատուրնը ձեզ կօգնի նիհարել եւ այդպես նիհար մնալ, այդպես վերջնականապես նիհարել, այսպես ասած։ Այս ամսում բոլորից շատ Սատուրնի ազդեցությունը կզգան այն խոյերը, ովքեր ասցենդենտով խոյ են, ասցենդենտը գտնվում է Խոյի 9-ից 12 աստիճաններում, կամ ովքեր ծնվել են ապրիլի 1-ից մինչև ապրիլի 4 ընկած ժամանակահատվածում։ Այս օրերի ծնվածները արդեն կսկսեն զգալ Սատուրնի ազդեցությունը։ Այժմ նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված նորալուսին ենք ունենալու ամսի 16-ին։ Ցուլ նշանում է լինելու, սիրելի ընկերներ, դա ձեր երկրորդ տունն է, իսկ նորալուսինը երկրորդ տանը նոր սկիզբ է, նորություն է կապված ֆինանսների հետ, նոր եկամուտի աղբյուր գուցե, նոր աշխատավարձ, անսպասելի աշխատանք կամ անսպասելի գումար ոմանք կստանան։ Իհարկե նորալուսինը ոչ միայն այսօրն է լինելու, սիրելի ընկերներ, ամսի 16-ին, այլ նաև 2 օր առաջ, 2 շաբաթ հետո եւս։
Լիալուսնի հետ կապված այս ամսում ունենալու ենք 2 լիալուսին, մեկը կլինի հենց ամսի 1-ին, կարիճ նշանի 11 աստիճանում եւ մի 2 օր առաջ 2 շաբաթ հետո իր ազդեցությունը կունենա, իսկ կարիճը սիրելի ընկերներ ձեր 8-րդ տունն է։ 8-րդ տունը իրենից ներկայացնում է ոչ մեր կողմից աշխատած գումարները, այսինքն հնարավոր է ինչ-որ գումար ստանաք այս ժամանակահատվածում կամ սկսեք գումար ստանալ, հա։ Մեկի մոտ այն պայմանավորված կլինի պետական համակարգից ինչ-որ գումար ստանալով կամ կապված լինի բանկային համակարգից գումար ստանալով, նաև վարկն է, հա, այստեղ մտնում։ Իհարկե զգույշ եղեք, որպեսզի շտրաֆ կարող է լինել կամ ինչ-որ հարկային ստուգում կարող է լինել այս ժամանակահատվածում։ Եվ հաջորդ լիալուսինը կլինի մայիսի 31-ին, մի 2 օր առաջ կզգացվի եւ արդեն մյուս ամսվա առաջիկա 2 շաբաթներում կզգացվի։ Աղեղնավոր նշանում է լինելու ձեր 9-րդ տանը։ 9-րդ տունը իրենից ներկայացնում է բարձրագույն կրթությունը եւ այն ամենը, ինչը կապված է արտասահմանի հետ։ Իսկ լիալուսինը այնտեղ կդիպչի այդ թեմաներին, հա, ուշադրության կենտրոնում կլինեն ճամփորդությունները, ինչպես նաեւ ինչ որ եթե դիմել եք օրինակ վիզա ստանալու, նոր անձնագիր ստանալու հետ կապված, այս ժամանակահատվածում դուք դրան կստանաք։ Այժմ նշեմ լարված օրերի մասին, լարված օրեր, եթե ես նշում եմ լարված օր 1 օր, սիրելի ընկերներ, միշտ նկատի ունեցեք 2-3 օր առաջ եւ 2-3 օր հետո անպայման իր ազդեցությունը կարող է թողնել։ Լարված օրը լինելու մայիսի 3-4, Յուպիտեր մոլորակը եւ Մարսը 90 աստիճանի անկյուն են կազմելու։ 18-19 աստիճանում, իսկ դա լինելու է սիրելի ընկերներ խոյ եւ խեցգետի նշանում, այսինքն առաջին եւ 4-րդ տունը։ Հնարավոր է ինչ լինի, հա, կապված լինի այս ձեր ընտանիքի անդամների բնակության վայրի հետ։ Շատ զգույշ եղեք տանը, քանի որ պայթյունավտանգ իրավիճակներ կարող են լինել եւ Մարսը հա մի փոքր այսպես կրակից Յուպիտերը կընդլայնի եւ ինչ որ խնդիրներ կարող են առաջանալ։ Հնարավոր է վիճաբանություն լինի տանը տնեցիների հետ, հա, իսկ Յուպիտերը այդ ամենը մի փոքր բանից կարող է ինչ որ մեծ բան սարքել։ Այս ամենը իմանալով սիրելի ընկերներ շատ զգույշ եղեք, որպեսզի նման հարցերի չտրվեք, հատկապես նրանք, ովքեր ասցենդենտով են խոյ եւ ասցենդենտը գտնվում է խոյի 18-19 աստիճանում կամ ովքեր ծնվել են ապրիլի 9-ից 9-ին, 10-ին, 11-ին, այս 3 օրերի ծնվածները եւս պետք է ավելի զգուշանան։ Իհարկե բոլորը պետք է զգուշանան, ուղղակի այս օրերի ծնվածները էլ ավելի շատ։ Լարված օր է լինելու մայիսի 7-ը, Վեներա եւ Սև լուսինների 180 աստիճանի անկյուն կազմելու, իսկ դա նշանակում է, որ ֆինանսական գործարքներ լավ չի կնքել, ինչպես նաեւ այս ժամանակահատվածում ինչ որ հարաբերություններ բարձել լավ չէ։ Լարված կլինի մայիսի 21-ը, Վեներան եւ Նեպտունը 90 աստիճանի անկյուն կկազմեն, սիրելի ընկերներ, այստեղ զգույշ եղեք, որպեսզի խաբեության զոհ չդառնաք, ձեր երեխաների նկատմամբ շատ զգույշ եղեք, որպեսզի չշեղվեն, հա, իրենց ճանապարհից, այսպես ասած։ Եվ մայիսի 26-ը լարված կլինի, Մարսը եւ Պլուտոնն են 90 աստիճանի անկյուն կազմելու։ Դա սիրելի ընկերներ Եվս լարված իրավիճակ է, զգույշ եղեք, պայթյունավտանգ իրավիճակներ կարող են լինել։ Այսքանը կապված այս մոլորակի հետ, ներողություն, այս ամսվա հետ, եթե ցանկանում եք անհատական կանխատեսումներ, կարող եք ինձ գրել Instagram-յան էջում անձնական նամակով։ Դե ինչ այսքանն էր, շուտով կհանդիպենք, ցտեսություն։